Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ ՀՕԱԿ-ին հանձնարարական համար 11 ներկայացնել տեղեկատվություն էլեկտրական 250 ավտոբուսի ձեռքբերման աշխատանքների ընթացքի մասին։ Պարոն քաղաքապետ, ինչպես որ նախորդ անգամները նաև զեկուցվել է, մենք այս ծրագիրը իրականացնում ենք կամ նախատեսում ենք իրականացնել միջազգային վարկային ֆինանսավորման միջոցով, ինչը նաև ենթադրում է որոշակի ընթացակարգեր եւ գործելակարգեր, այդ թվում կառավարության կողմից հաստատված կանոնների եւ իրավական ակտերի հիման վրա։ Այս տրամաբանությամբ մենք օգոստոսին կառավարությունից ստացված կամ լիազոր մարմիններից ստացված դիտարկումների հիման վրա վերջնական վերանայված հանրային ներդրումային ծրագրի նախագիծը արդեն իսկ ուղարկել ենք լիազոր մարմին, էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարություններ, ակնկալիքով, որ առաջիկայում հանրային ներդրումային կոմիտեի նիստում վարչապետի գլխավորությամբ տեղի կունենա ծրագրի քննարկումը։ Այնուամենայնիվ միաժամանակ նաև աշխատել ենք գործընկեր կազմակերպության հետ, ֆինանսավորող Ասիական զարգացման բանկի եւ ներգրաված է արդեն խորհրդատու, որը մեկնարկել է ծրագրի իրագործելիության եւ ծրագրի նախապատրաստման աշխատանքները։ Ընդհանուր առմամբ այս պահին մեր գնահատմամբ ծրագրի ամբողջական ֆինանսական փաթեթը կազմում է մոտ 98 միլիարդ ՀՀ դրամ եւ ծրագրի օգուտները հաշվարկված են տնտեսական, սոցիալական, բնապահպանական եւ այլն եւ ներդրումային ծրագրի շրջանակներում ներկայացված են կառավարություն։ Մեր պատկերացմամբ ծրագիրը պետք է որ հաստատվի կառավարության կողմից, որովհետեւ եւ ամբողջապես համապատասխանում է ներդրումային ծրագրերին իրականացվող պահանջներին, այդ թվում նաև ունի բավականին մեծ եւ բնապահպանական եւ կլիմայական եւ սոցիալ-տնտեսական օգուտներ գնահատված։ Միայն մի թիվ հնչեցնեմ, որ ծրագրի շահութաբերության ներքին դրույթը այս պահին գնահատված կազմում է 28,5%։ Ծրագրի շրջանակներում ոչ միայն ներառված է մինչև 250 18 մետրանոց հոդակապված էլեկտրականոր ավտոբուսների գնումը, այլ նաև 2 էլեկտրատրանսպորտի դեպոների արդիականացումը, որպեսզի այն հարմարեցված լինի էլեկտրատրանսպորտի սպասարկման համար, ինչպես նաև այլ հարակից ծրագրից բխող կարիքներ, նույնպես ներառյալ Դալմայի այգիների շինարարության մեկնարկը։ Երևի թե այսքանը, եթե կան հարցեր, անդրադառնամ։ Շնորհակալ եմ Տիկին Բաբայան, 250 նոր էլեկտրաավտոբուսների գնումը 18 մետրանոց մեր շարժակազմի ռազմավարական ծրագրի մեր շարժակազմի ամբողջական եւ վերջնական համալրումն է փաստացի, այսինքն մենք դրանից հետո գրեթե ունենք միայն խնդիր թարմացման, որովհետև այս 250 18 մետրանոց ավտոբուսներն են, որ պակասում են, որոնք պետք է գան փոխարինելու նախկին մեր հիգերներին եւ ինչպես նաեւ այդ նոր Gazelle City մեր միկրոավտոբուսներին, որոնք որ բարբերաբար նաեւ տեխնիկական խնդիրներ են ունենում։ Եվ սրանով մենք ոչ միայն լուծում ենք մեր հանրային տրանսպորտի, մասնավորապես ավտոբուսների շարժակազմի ամբողջական հարցը, այլ նաև լուծում ենք որոշակիորեն օդի աղտոտվածության խնդիր եւ 250 էլեկտրական ավտոբուսները իրենք էականորեն, ոչ թե էականորեն, այլ զրո ազդեցություն ունեն օդի որակի վրա։ Ինչ վերաբերում է ընդհանուր առմամբ էլեկտրական ավտոմեքենաների վերաբերյալ ռազմավարությանը, մենք վերջերս ունեցել ենք քննարկում կառավարությունում, վերջերս ասելով դա օգոստոս ամսվա վերջն էր, որտեղ որ որոշումներ ունենք որոշակի, դեռ վերջնականացված չի, բայց ունենք ընդհանուր առմամբ մի տրամաբանություն, որ հնարավորինս փորձելու ենք ել ավելի խրախուսել էլեկտրական մեքենաների, էլեկտրական տրանսպորտի ավելացումը քաղաքում եւ փոխարինումը նախկին ներքին այրման շարժիչով մեքենաների, որովհետև գիտեք մենք ձմռան ամիսներին Երևան քաղաքում ունենք որոշակի խնդիրներ օդի որակի հետ կապված եւ այդ խնդիրների մի մասը նաեւ գալիս է
մեր ավտոմեքենաներից, որոնք որ շահագործվում են, եւ մասնավորապես ավտոմեքենաներից, որոնք որ հնացած են, չգիտեմ, ունեն տարատեսակ խելացի լուծումներ, օրինակ կատալիզատոր հայերեն չգիտեմ ոնց է, կատալիզատորն է հեռացված եւ այդպես շարունակ, եւ իրականում այդ տեսակ ավտոմեքենաներից մենք կրում ենք շատ մեծ վնասներ, իսկ նամանավանդ ձմռան ամիսներին դա արձանագրվում է նաեւ մեր 160 օդի որակի չափիչ սարքերով։ Ինչ վերաբերում է այս ծրագրին, Տիկին Բաբայան, մենք պետք է խնդրեմ ժամկետներ ասեք, երբ ենք ուղարկում ծրագիրը ներդրումային կոմիտե, արդյոք ուղարկել ենք թե ոչ, չլսեցի այդ հատվածը։ Ոյ կներեք, այո, մենք դեռևս մարտին ուղարկած ենք եղել առաջնային փուլով, ստացել ենք հունիսին իրենց առաջարկություններ, դիտարկումներ, օգոստոսին ամբողջապես վերջնական վերանայված ուղարկել ենք եւ այժմ արդեն սպասում ենք, որ կամ կոմիտեում քննարկման դրվի օրակարգում, աշխատանքային կարգով խոսել ենք, այլ նորություններ չկա։ Ես հաշվի առնելով նաև այն քննարկումը, որ ունեցել են կառավարությունում օգոստոսի 29-ին, հարցի հրատապությունը ավելանում է, հետևաբար պետք է խնդրեմ գործընկերների հետ կոմունիկացվեք եւ խնդրեք, որ գալիք առաջին նիստին քննարկենք հարցը։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։